Շատ լավ, նորից բարև ձեզ, շարունակենք մեր խոսակցությունը, նախորդ անգամ սկսված, հուսով եմ հիմնական կոնցեպտների մասին, որ անցյալ անգամ խոսեցինք, ոչ միայն տարօրինակ ու բան, ասենք անհասկանալի հարցադրում չի մնացել ձեզ մոտ, բայց եթե կան հարցեր որ կարող ենք նախորդ պատասխանել, խնդրեմ, ասեք, բարձր ամեն ինչ, թեմատիկայի, առարկայի, իմաստով, շատ լավ է, ուրեմն, երևի ամենակարևոր սլայդից սկսենք նախորդ անգամ քննարկված, որ ինֆորմացիայի փոխանցումը, տվյալների հաղորդումը, դա 20-րդ դարի կեսից սկսած այլևս գիտական, մաթեմատիկական դիսցիպլին է և օգտվում է հավանականության տեսության, վիճակագրության մեթոդներից։ Մենք արդեն տեսանք, որ ինֆորմացիայի աղբյուրը որոշակի պատահական երևույթների հետ կապված օբյեկտ պիտի լինի, խոսքը, ձայնը, երաժշտությունը, տեքստը, կարելի է մոդելավորել որպես պատահական պրոցես, հետևաբար հավանականության տեսության մեթոդները կարևոր կլինեն մեզ համար, բայց ինչն էր խնդրի էությունը, որ ըստ Շենոնի, որ մենք պիտի ուրեմն տվյալների փոխանցումը համարենք ոչ թե ուղղակի տեխնիկական իրականացում, այլ մի բան, որ տեսնում եք այս համակարգի ուրեմն համակարգի բլոկների հետևում, գոյություն ունի ինֆորմացիայի աղբյուրի գաղափար, գոյություն ունի հաղորդիչ, ընդունիչ, արանքում խանգարող հանգամանք կա, միջավայրը, դա ինչ էլ որ լինի և ուրեմն հասցեատերը ուզում է ստանալ այն հաղորդագրությունը, որը ուղարկվել է ուրեմն իր գործընկերոջ կողմից։ Հիմա սա խնդիրներից մեկն է, որտեղ խանգարող հանգամանքը պիտի հաղթահարես, որպեսզի հուսալի տեղ հասցնես հաղորդագրությունը և դրա համար պետք է գործադրես որոշակի մաթեմատիկական, ալգորիթմական մեթոդներ։ Մյուս հարցը այն էր, որ եթե ինձ խանգարող բան չկա, այսինքն այս հատվածը չդիտարկեմ, ուղղակի ուզում եմ տվյալները օպտիմալ ներկայացնեմ, ինչ է դա նշանակում, նշանակում է, որ ուզում եմ տվյալների ծավալը սեղմեմ, որպեսզի խնայեմ իմ կոմպյուտերի hard drive-ը կամ ձեր այսօր արդեն անպային միջավայրում ձեր գնաց կամ վարձած ուրեմն տարածքը, ով չի ուզի այս աճող տվյալների մանիպուլյացիայի պայմաններում ավելի շատ խնայողություն ունենա այդ տարածքներում, ուրեմն ինչ խնդրի ենք գալիս, այս խնդրին դուալ ինչ խնդրի ենք գալիս, տվյալների սեղման խնդրի, չէ՞, ոնց որ այդ երկու մեսիջը անցյալ անգամ փոխանցվել է, որ մի բանը, որ հաղորդում ենք և մեզ խանգարող հանգամանքները հաղթահարում ենք, մյուս բանը, որ ոնց ներկայացնենք տվյալները ավելի սեղմ, ինչ պետք է դրա համար անել։ Եվ կապերը տեսանք Կոլմոգորովի բարդության հետ, կամ ինչպես ասում են, ուրեմն մինիմալ նկարագրական երկարություն փնտրելու տվյալների հաջորդականություններում։ Սա ընդհանուր առմամբ, հիմա քանի որ արդեն այստեղ ինֆորմացիայի աղբյուրի հանգամանքը շոշափված է, արդեն զգում ենք, որ տեքստը, որ կարդում ենք, ամեն մի թոքն, ամեն մի տառ, որոշակի հավանականությամբ կարող է մեզ պատահի, նույնը ձայնի կամ մյուս ինֆորմացիայի աղբյուրների պարագայում, անցնենք որոշակի ուրեմն հավանականային հարցերի քննարկման, որովհետև ֆունդամենտալ մոդելը, որ մենք աղբյուրի դիտարկելու ենք, դա որոշակի այբուբենի վրա հավանականային բաշխում է։ Այսինքն աղբյուրը մեզ համար ունի ինչ-որ բաշխում հավանականային։ Ուտեղից սկսում է ամբողջ պատմությունը այս համակարգը կամ տվյալների սեղման հարցը քննարկելու իմաստով։
Միանգամից առաջ անցնելով ասեմ, որ եթե ասում ենք ինֆորմացիայի աղբյուր, արդեն հարց է առաջանում, իսկ կարող է այդ ինֆորմացիան պիտի չափել, պիտի հասկանալ մենք պահպանում ենք ինֆորմացիան, կորցնում ենք ինֆորմացիան, հա? Հետևաբար չի ստացվում մի պատկեր, որ հավանականային process-ների հետ կապված մենք կարող է ինչ-որ չափելու, հա, ինֆորմացիայի չափելու, ասենք, խնդրի առաջ կանգնած լինենք ու փորձենք հասկանալ, իսկ դա ոնց կարելի է անել։ Եթե դա պետք է անենք հավանականային մեթոդներով, հետևաբար կարելի է ինտուիտիվ զգալ, որ կարող է օրինակ փոփոխականների միջև կամ process-ների միջև անկախության ու կախվածության հարցերը դեր խաղան, երբ որ դուք ուզում եք չափել ինֆորմացիա, հա? Իսկ կարող առաջ անցնելով նաև կանխագուշակենք, որ այն ինչ որ դետերմինիստիկ է, ինֆորմացիա չի պարունակում ձեզ համար։ Նորմալ է, մի քիչ եմ առաջ անցնում կտեսնենք այդ բաները իհարկե։ Բայց մի բան, որ դետերմինիստիկ է, հա, A-ից բխում է B մեկ հավանականությամբ։ Դուք ինչ եք կարծում, այդտեղ կա ինֆորմացիա։ Ճիշտ եք կարծում, չկա։ Ու Շենոնի առաջարկը դա է, այն ինչ որ դետերմինիստիկ է, ինֆորմացիայի կրման կամ փոխանցման իմաստով հետաքրքիր չի։ Միայն պատահական եւ անորոշ, հա, անորոշություն կրող երևույթների դեպքում կարելի է չափել ինֆորմացիա, հա, կամ փորձել հասկանալ ինչքան են ինֆորմացիա փոխանցում երկու, ասենք, process իրար հետ, եթե դրանք կոռելացված են։ Եթե անկախ լինեն, ինչ կարող ենք ասել։ Նրանց մեջ ինֆորմացիայի փոխանցման հարց կարելի է դիտարկել կամ ինչ ինֆորմացիա կվերագրեիք երկու process-ին, որոնք կոռելացված չեն։ Եթե անկախ են, եթե ուզում եք ավելի ճշգրիտ։ Եթե անկախ են, 0, չէ, եթե անկախ են, հետևաբար, եթե այն չափերը, որ հիմա քննարկելու ենք, մենք հորինեինք, պիտի այդ պայմանին բավարար էր, եթե անկախ են, նրանց փոխադարձ ինֆորմացիան պիտի 0 լինի, հա։ Դրա համար ենք այդ ուրեմն ուզում հիշել, հա, ինչ են իրադարձությունների անկախությունը, կախվածությունը, ոչ միայն իրադարձությունների, այլ նաև փոփոխականների, հա, պատահական մեծությունների, պատահական process-ների։ Այս համարենք արդեն անցած պատմություն չէ, անցյալ անգամ տեսել ենք, որ զգույշ լինել, եթե այն հատ փոփոխականի մասին ասում են անկախ, այդտեղ բազմաթիվ պայմաններ կան, որ բավարարեն ոչ թե որ ուրեմն առանցին իրադարձությունների հավանականությունների արտադրյալն ու համատեղ հավանականությունը հավասար է, հա, մենք տեսանք, որ զույգ առ զույգ անկախ են այս ABC-ն, հա, բայց երեքը միասին չենք կարող ասել ABC-ն անկախ իրադարձություններ են, քանի որ տեսեք, մենք ձևակերպեցինք ուրեմն իրադարձությունները AB, C-ն դրանցից կախված սահմանեցինք, հետևաբար արդեն այդտեղ գաղտնիքը թաքնված, հաշվարկների համապատասխան որ արեցինք, տեսանք, որ 3-ի համատեղ հավանականության դեպքում արտադրյալ տեղի չունի, հա, եւ A-ի եւ B-ի միասին տեղի ունենալու, համատեղ տեղի ունենալու ուրեմն երևույթով պայմանավորումը արդեն C-ի տեղ ունենալ դետերմինիստիկ, այսինքն A-ն եւ B-ն եթե միասին տեղի ունենում, հա, A-ի եւ B-ի սահմանումը տեսնում եք, C-ն արդեն մեկ հավանականությամբ տեղի ունենում։ Հետևաբար պիտի զգույշ լինել, երբ որ հաջորդական իրադարձությունների անկախության մասին է խոսում, իսկ ինֆորմացիայի աղբյուրը, չէ, տեքստ էլ լինի, ձայն էլ լինի, ինչ էլ լինի, հաջորդականության հետ գործ ունենք, հա, ընդ որում երկար հաջորդականությունների հետ, ընդ որում այս տեսությունը հատկապես հետաքրքրված է ասիմպտոտիկ ռեժիմում ուր կարող ես հասնել, թե տվյալների սեղման, թե ուրեմն կապուղու աղմուկի պայմաններում հուսալի հաղորդում կազմակերպելու տեսակետից։ Իսկ ասիմպտոտիկ ռեժիմը շատ կարևոր է, որ դու լավագույն սահմանները ստանաս, որը տեսությունը տալիս է,
մաթեմատիկական ֆորմուլաների միջոցով, ասում է էլի առաջանցնելը, որ սեղման սահմանը սա է, հաղորդման սահմանը սա է։ Ինչ ինժեներական միտքել օգտագործեք, այս սահմանից ահվել դուք հասանելիություն չունեք։ Հետևաբար չափեք ձեր գյուտը, հա, ինչքանով է մոտիկ այդ տեսական սահմանին, ու ուրախացեք դրանով, ու հանկարծ չփորձեք ինչ որ նոր ալգորիթմ օրինել, անիմաստ ժամանակ կորցնել, եթե սահմանը տեսությունը արդեն ձեզ տվել է, հա։ Հիմա արդեն մեր խոսքի մեջ պատահական մեծության ուրեմն գաղափարը հնչեց, դրա հետ կապված անհրաժեշտ գաղափարները արագ մի հատ նայենք ու թե հասցնենք, սկսենք, ասենք ինֆորմացիա չափել, հա, ու տեսնել դրա տակ ինչա թաքնված։ Պարզ բաներից ենք սկսում, հա, մետաղադրամի նետման օրինակը իմաստել չունի, հա, այստեղ ուրեմն մանրամասնել, բայց պատահական մեծություն, որ ասում ենք, ինչն է պատահական, այստեղ ուրեմն գլխին եւ պոչին թվեր ենք վերագրում, որ պատահական մեծություն ստանանք, չէ՞, դուք հավանականության տեսության դասընթացի ժամանակ այս բանը արել եք։ Հա, այստեղ ոչ մի պատահական բան չկա, դետերմինիստիկ ուրեմն հարտապատկերում է։ Ուրեմն կամ ասենք set function-ը, ինչպես որ նշվում է։ Բայց հաջորդ քայլը անենք, կարևորը մեզ համար, որ ուրեմն աղբյուրը մոդելավորելու տեսակետից այս աղյուսակն ենք ունենալու, այսինքն պատահական մեծություն, որ ասում ենք, համարում ենք, որ կա փոփոխական մի այբուբենից վերցրած տառերով, որոնց վերագրված են հավանականություններ ու դիսկրետ, հա, ուրեմն պատահական մեծություններ ենք դիտարկելու, դիսկրետ բաշխումներ, այսինքն այս աղյուսակը մեզ համար էական ալնելու։ Կա տառի հավանականություն։ Դժվար չի, չէ՞, արդեն գլխի ինքնել, որ անգլերենի այբուբենը վերցնես, վրացերենի կամ հայերենի, տարբեր բաշխումներ է ստանալու, զուտ տառերի ուրեմն հաճախությունները մեծ կորպուսներում, մեծ տեքստերում հաշվարկելու իմաստով։ Ճիշտ է։ Ամենահավանական տառը որը կլինի օրինակ անգլերենում կամ հայերենում, ինչ կարծիք եք։ Չկա, անգլերենում in-ա։ Հնարավոր է։ Մի խոսքով, այդ էական է, չէ՞, հիմա որ ասենք ուզենանք տեքստ սեղմենք, բնականաբար իմաստ չունի, բայց հենց այդ վիճակագրությանը նայել, չէ՞։ Հիմա կասեք, տենց չի, լեզուն հիշողություն ունի, տառերը հաջորդական, հա, ուրեմն հայտնվում են նախորդների հիման վրա, անկախ չեն, բայց որպեսզի տեսությունը պարզեցնենք, այս դասընթացում մենք այդ հիշողության հարցը հանելու ենք։ Այդ չի նշանակում, որ տեսությունը չի դիտարկում, այսինքն կարելի է նաև դիտարկել մարկովություն, հա, այսինքն process, որը հիշողություն ունի, նախորդ 5 տարին է նայում օրինակ, ու էլի առաջանցնելով, ասենք, որ անգլերենը ամբողջական մոդելավորելու համար, ասենք 5 տառ հետ գնալը բավարար է, հա, որպեսզի լավ հաջող հուսալի կանխատեսում անես հաջորդ տառերի համար։ Բայց էլի դա կթվա մի քիչ անորոշ բան, նկատի ունեմ, որ լեզուն Մարկովյան process է, տեքստը Մարկովյան process է, հիշողություն ունի։ Ուղղակի շատ որ չբարձրանա, երբ որ նոր ենք ծանոթանում ինֆորմացիայի տեսության հետ, դիտարկում ենք անկախության պայմանը, այսինքն տառերը հայտնվում են անկախ իրենց նախորդներից, բայց գոնե հավանականությունը պիտի հիմքում լինի հաճախությունը, հա, տվյալ այբուբենի։ Հուսով եմ, սա էլ է պարզ, սա կարող է լինել հաշվելի, կարող է լինել ոչ հաշվելի, բայց դիսկրետ ուրեմն պատահական մեծությունների մասին ենք խոսելու։ Այստեղ էլ գաղտնիք չկա, հա, Բեռնուլի բաշխումը հասկանում եք ինչ է, բայց ինչի ենք հիշեցնում։ Ցանկացած բան հիմա կոմպյուտերով, ցանկացած կապի համակարգով, որ փոխանցվում է, կարծում եք ինչ է փոխանցվում ABCD թե 01
Հա, հետո բար 0-ն ու 1-ը ինչ որ հավանականությամբ են այդ հաջորդականություններում հայտնվում, հետո օրինակ շատ լավ այբուբենը 0 1 ուրեմն տարերով այբուբենը ամենքը ամեն մի տարը որոշակի հավանականությամբ այդ տվյալ դեպքում մեկ պարամետրից կախված p 1 - p Okay Դե դրա հիման վրա այս կարգի հաշվարկներ անելը դժվար չի, չէ՞, եթե ինչ-որ պատահական մեծություն x սահմանեմ, որը ցույց է տալիս այն թիվը, որ առաջի անգամ գլուխը հայտնվեց, այն անգամ, հա, ուրեմն մետաղադրամը նետելիս, ապա որ դա կայերորդ տեղում կլինի, հա, առաջի գլխի հայտնվելը, այս համատեղ հավանականությունն է պետք չափել, որը վերածվում է p անգամ կամ -1 հատ 1 - p-ի արտադրյալ, չէ՞։ Այսինքն այս բաները կարողանում ենք անել։ Հարց կար այստեղ, չկար։ Դա էլ թույլ է տալիս ստանալ sense մի հետաքրքիր բաշխում, որը հա, երկրաչափական բաշխումն է, տեսնում եք, ասենք, այսօր որ ChatGPT-ին ուղղակի ասեք, մի հատ ինձ նկարի geometric distribution, էլ R-ել պետք չի բացել, Python-էլ, հա, կստանաք sense մի հատ պատկեր շատ արագ։ Okay, հիմա այլ օրինակ էլ, եթե x-ը դիտարկեմ ուրեմն գլուխների քանակը, հա, n հատ անկախ փորձերի մեջ, օրինակ x-ը 2-ի պարագայում այդ հավանականությունը հասկանում եք ոնց պետք է չափել։ Երկու հատ գլուխները բոլոր հնարավոր կոմբինացիաներով շարեք բանի մեջ, հա, եթե n-ը 4-ա, 4 երկարությամբ հաջորդականության մեջ, չէ՞։ Այդ որ գումարեք, սա պիտի տա, բայց իրականում ոնց հեշտ կարելի է հաշվել, զուգորդություն 4-ից 2-ական, այդ երկու տեղում դնում եք մեկը, որը head-ի կոդն է, հա, մեկը, այդ ամեն մի բջիջում p հավանականությամբ հայտնվելու ստացվեց p քառակուսի, այն մյուս բջիջներին վերագրում եք 1 - p, չէ՞։ Մենակ կոմբինատորիկա պլյուս հավանականության հաշվարկ։ Okay, սա բերում է բինոմական բաշխմանը, զուտ նրա համար եմ նշում, որ նաև հեսա հետաքրքիր օրինակ կարող ենք դիտարկել ձեր մասնագիտացման հետ կապված էլի, վերջապես դուք դառնալու եք տվյալագետներ, չէ՞, մինչև որ շատ բարդ մեքենիկական ուսուցման ալգորիթմների, ասենք, կիրառմանը, հա, ուրեմն հասնեք, պարզ վիճակագրական բաներ կան, որ ասենք ուղղակի հնարքներ կան, որ ասենք հնարավոր է լուծեն ձեր տվյալ, ասենք տվյալագիտական խնդրեմը, հա, որը մեքենիկական ուսուցման, ասենք նույնիսկ կոնկրետ կիրառություն կարող է լինել։ Հիմա էլի տեսնում եք բաշխումը ինչ տեսք ունի, ինչ օրինակի մասին եմ խոսում։ Շատ հետաքրքիր բաշխում է սա։ Զուտ իմ փորձից եմ նաև այս օրինակը բերել։ Պատկերացրեք ինչ որ համակարգ եք դիտարկում, տվյալ դեպքում կարող ենք ասել, չգիտեմ, ինչ որ անպային ենթակառուցվածքի օբյեկտ, վիրտուալ մեքենական ավելի ընդհանուր ասած սերվեր, ամիսներով հետևում եք, այդ սերվերում ասենք ծանրաբեռնված աշխատանքային պրոցես է գնում, դա թողում է լոգերի մեծ, տերաբայթանոց, ասենք ծավալի տվյալ, հա, մարդիկ ուզում են, որ այդ սերվերը միշտ առողջ լինի, որտեղ սպասարկվում է այդ սերվերի միջոցով տվյալ բիզնեսը, հա։ Հիմա առողջություն պահելու համար շատ կարևոր է այդ օբյեկտի, որ հասկանալ, իսկ իր նորմալ վարքագիծը որն է, տվյալ դեպքում baseline, հա, որ այստեղ նշված է։
Հսկայական հոսք ունեք տվյալների մի ամսվա ընթացքում գրանցված։ Ինչ որ ձևի այդ տվյալներից դի հասկանալ, որ սա դոմինանտ վարքագիծ է, որ հետո որ անսպասելի, եթե ուզում եք անսպասելի իրադարձություններից տեղեկանալ, ասենք արդյոք անոմալ ինչ որ բան տեղի չունենում, հա, այդ սերվերի հետ, baseline-ը իմանաք, որ անոմալիան կարողանաք չափել։ Հիմա այդ baseline-ը, այդ դոմինանտ վարքագծի ներկայացուցիչներ ընտրելը այդ իմ ասած կիրառության մեջ շատ բարդ բան է, ամեն 5 րոպեն որ վերցնեք այդ լոգերի հոսքից ուզենաք հասկանալ, նմուշահանում անեք, թե ինչ է տեղ ունենում, ասենք կստանաք միլիոնավոր լոգեր, ինչ որ տեքստեր, հա, որից առանձնապես բան չեք հասկանա, կարող եք ինչ-որ NLP-ով, հա, բնական լեզվի մշակման մեթոդներով ինչ-որ բաներ այդտեղ փորձել հասկանալ, կարող է error-ով լոգերը շատ են, մյուս պատուհանի համեմատ եւ այլն, ասենց երկար-բարակ հնարքներ, բայց ինչ կարող է այստեղ տալ ուրեմն բինոմական բաշխումը։ Եթե մենք ենթադրենք, որ դե 99% դեպքերում համակարգը այս մի ամիսը, ասենք նորմալ վիճակում է եղել, կամ պատմականորեն դա, ասենք նորմալ է, որ ենթադրենք 1% կամ 5% պատուհաններում կարող է ինքը շեղվի իր լավագույն նորմալ վարքագծից։ Հիմա 99%-ը օրինակ եմ ասում, կարող եք 95 դնել, կարող եք 90 դնել, բայց չի կարող այդ դոմինանտ վարքագիծը 10% լինել, ուրեմն այդ արդեն անոմալիան է, ոչ թե դոմինանտ վարքագիծ, այսինքն կստացվի, որ ինքը միշտ անառողջ եղել։ Ենթադրենք 99%։ Քանի որ այդ մեծ ծավալի տվյալներից նմուշահանումը շատ բարդ է, այդ ամեն մի 5 րոպեում, որ նմուշահանում ստանաս, օրինակ հետո ինչ-որ բաշխում նկարես, սենց այս շատ թեթև պատկեր եք տեսնում, սենց ինչ-որ հիստոգրամ օբյեկտներ կարող եք ստանալ, տարբեր տեսակի լոգերի տիպերը միայն ու տիպերի հարաբերական հաճախությունները հաշվելուց։ Բարդ, ուրեմն նմուշահանման պրոցես է, թանկ է, և նույնիսկ հիշողության մեջ պահել մի ամսվա ընթացքում հազարավոր 5 րոպեանոց ինտերվալների այս օբյեկտները, դրանք մանիպուլացնել, դրանից ինչ-որ բանը որցել գիտելիք քաղել, ծախսատար գործ է, հա։ Հիմա հնարավոր է, որ ասենք, եթե մենք այս ենթադրությունը ունենք նորմալ վարքագիծը ինչ տոկոսով է բնորոշվում, մենք հնարավորինս քիչ թվով զոնդաժ անենք, նմուշահանում անենք, այնպես որ համոզված լինենք համարյա մեկ հավանականությամբ, որ այդ ընտրված ներկայացուցիչների մեջ հաստատ այդ նորմալ վարքագծի նմուշը կա։ Այսինքն չեմ ուզում 1 միլիոն հատ սենց պատկեր մշակեմ, ուզում եմ մի քանի հատ մշակեմ, հասկանամ։ Հիմա ինչ հրաշք բան է տեղի ունենում այս բինոմական բաշխմանը, երբ որ նայում եք։ Ոնց որ պատկերացրեք այդ ամբողջ ուրեմն համակարգի ուրեմն վարքագիծը, եթե 0-1-երով նկարագրենք, 1-երը դրանք նորմալ, հա, կամ 0-ները նորմալ վարքագիծն են, 1-երը աննորմալ, հա, կամ հակառակը։ Հիմա այդ 99% դեպքերում կամ 0-ները, հա, կամ 1-եր, նայեք ոնց է կոդավորել։ Կարող եք ասել, որ մենք գործ ունենք ոնց որ բինոմական բաշխումից իրականացումների հետ այդ 0-1-երին, որ նայում ենք, 99% դեպքերում, ասենք 1-եր են, հա, լինելու, և քանի նմուշ վերցնենք, որ ուրեմն այդ 1-երի տակ թաքնված են տվյալների հումքը, ասենք մեզ տա այդ դոմինանտ վարքագծի պատկերացումը։ Այստեղ կալկուլյատորներ կան օնլայն, կարող եք վերցնել բինոմական բաշխման ուրեմն հատկանիշները նայել։ Ես ասում եմ, եթե իմ բինոմական բաշխումը 0.99 պարամետրով օգտագործեմ և 5 հատ նմուշահանում անեմ, 5 անգամ պատահական տեղերից այդ առանցքի տվյալներ կորզեմ,
Հավանականությունը, որ դրանց մեջ օրինակ 4 հատը պիտի նորմալ վարքագծի պահերը լինեն, ինչքան է։ Այստեղ բոլոր այս բաշխումները տալիս է հավանականությունը հենց x-ը հավասար 4, 4-ից փոքր, հավասար կամ 4, մեծ 4-ից եւ մեծ կամ հավասար 4։ Այս կումուլատիվ հավանականությունն է մեզ պետք, նայեք 0-ից հետո 3 հատ 9 կա։ Համարյա մեկ հավանականությամբ ինձ ասում է 5 հատ որ ընտրես, մեջը առնվազն 4 հատ 0.999 հավանականությամբ նորմալ վարքագծի նմուշ կա։ Այսինքն այդ բարդ մանիպուլյացիաներով ես մեքենայական ուսուցման պիտի անեի, հասարակ մի հատ նմուշահանմամբ, ստանում եմ անհրաժեշտ 5 հատ այս պատկերը, հետո չեմ ուզում պատմեմ, թե ինչ կարող եմ անել այդ 5 հատ պատկերի մեջ, բայց քանի որ գիտեմ 4 հատը այդ դոմինանտ վարքագծի նմուշն է, այն մի հատ կասկածելին դրանցից առանձնացնելը դժվար չի, հա? Բայց կարելի է հասարակ բան չափել այդ 5 օբյեկտի մեջ ու բոլորը բոլորից միջին հեռավորություն չափել ու ասենք այն տարօրինակը մի քիչ պիտի տարբերվի այդ 4 հատից ու եթե ռանկավոր ես այդ առաջի 4-ը դժվար չի ընտրել ու դրանից մեկն էլ հայտարարել նորմալ վարքագծի նմուշ կամ 4-ին էլ վերցնել ներկայացուցիչներ այդ 5-ից, հա։ Պարզ հատկանիշի շնորհիվ երբեք ասենք չեք էլ փորձել, չէ, ասենք եթե ստեղ 99 դնեք կամ 90 դնեք, այստեղ ինչ դնեք, ուստեղ ինչ դնեք, որ ինչ-որ հետաքրքիր փոքր թվերի հետ աշխատելու հնարավորություն ունենաք։ Պարզ էր օրինակը, թե փոքր թվեր ասելով նկատում ենք, բայց հավանականությունը, որ մեծ կամ ասենք 4-ից 0-ին ավելի մոտիկներ կամ 1-ին։ այստեղ էս իմ confidence-ն է, իմ վստահությունն է տալիս, էլի, որ վստահ լինեմ, հիմա եթե օրինակ էս էլ է քիչ, ճիշտ ասած նույնիսկ կիրառության մեջ ենք դրել իմ նախկին ընկերությունում, այս համակարգը աշխատում էր նմուշահանման ու ամիսներով, տարիներով որևէ հաճախորդից դեպք չկար, որ բացահայտվեր, որ այս թիվը բանա, հա, ուրեմն բավարար չի։ Մեկ էլ հանկարծ դա տեղի ունեցավ։ Ես լավ չեմ հիշում 0.9-ով էինք, հա, կարգավորել թե 3 հատ 9-ով, բայց մեկ էլ մի ինչ-որ հաճախորդ բռնացրել էր, որ ոնց որ մենք սխալվել ենք, սրա շնորհիվ սխալ ընտրություն էինք արել, էլի, հա, ասենք baseline-ի։ Բայց հիմա 5-ի տեղը կարող եմ, չգիտեմ, 25 վերցնել, այս ընդհանրապես 9-ների քանակը այստեղ սարքեմ 10, հա, ու համարյա պրակտիկայում, երբ որ արտադրության մեջ դնեմ, երևի այդ բագը չհայտնվի, էլի, հա, հասկանում եք, ինչի մասն է խոսքը։ Որ ասացիք փոքր թվերի հետ փորձենք աշխատենք, նկատելիք, ինչ փոքր թվեր փորձենք գտնենք ես։ Տեսեք, այդ ամեն մի նմուշահանումը մի հատ մեծ օբյեկտ է մեզ տալիս։ Այս փոքր նկար եմ արել, հա, ասենք, այս հիստոգրամի չափերը կարող է լինել 50,000 x առանցքը։ Չէ, ամեն մի նմուշը մի հատ այսպիսի օբյեկտ է, կամ պատկերացրեք մի քանի գիգաբայթ լոգերի ծավալ, ուղղակի ֆայլ է, ինչ անես դրա հետ։ Հիմա ունենաս տենց 1000 հատ ֆայլ, թե ունենաս 4 հատ կամ 5 հատ, կամ դա վերածես նման բաշխման ու իր հետ մանիպուլյացիա անես, թե այդ ամբողջ օբյեկտները պահես հիշողության մեջ, ինչ-որ երկար, բարակ հաշվարկներ անես, հեռավորություններ չափես այդ հիստոգրամների միջև եւ այլն, ասես գիտես ինչ կա, ես կարծում եմ այդքանից հետո, չգիտեմ, մի քանի ժամ, հա, ինչ-որ ալգորիթմ աշխատացնես, հետո ասես կարծում եմ սա պիտի լինի, ասենք, բանը, վարքագծի լավագույն բանը, բաշխումը, հա։ Զուտ ու եթե նման process-ներ համակարգում շատ ունես, օրինակ, այս նույն բանը ժամանակային շարքերի հետ էր մեր դեպքում աշխատում, հա, հետաքրքիր է, ասենք ժամանակային շարքերի քանի կետ վերցնենք, որ մեզ հետաքրքրող հատկանիշը արագ ստուգենք, որովհետև համակարգում կար 20 միլիոն ժամանակային շարք 3 ամիս երկարությամբ։ Պատկերացնում եք, եթե բոլորի համար տենց ծախսատար, ամեն մի ժամանակային շարքի համար ծախսատար նման process է սկսում, համակարգը ուղղակի չէր դիմանում։ Այդ ամբողջ սերվիսը կանգնում էր։ Լավ, ասենց ես ուղղակի ձեզ ուզեցի
հավանականային թեմայի վրա մի քիչ ավելի խորություն տալ այն իմաստով, որ երբեմն սա թերագնահատվում է, հա, վիճակագրական, հավանականային պարզ մեխանիզմների կիրառման հարցը մեքենիկական ուսուցման կամ ընդհանրապես տվյալագիտության կիրառություններում, բայց շատ հետաքրքիր ուշադիր լինեք, կիրառություններ կգտնեք։ Նույնը վերաբերում է նաև ինֆորմացիա տեսության քննարկվելիք հարցերին, հա։ Իրենք էլ, հա, այս տեսության տված օրինակ չափերը, հա, այդ ինֆորմացիայի որոնց մասին խոսենք, առանցին վերցրած շատ հետաքրքիր կիրառական նշանակություն կարող են ունենալ այս տեսությունից դուրս, հա, դա է իմաստը, հենց տվյալագիտության մեջ։ Շատ լավ, երևի էլի իմաստ չունի կանգնել, հա, ինչա սպասելին կամ մատ սպասումը, ինչա ցրվածքը կամ վարիանսը, հա, ցրվածք ասում եք, մյուս դասերին ինչ եք ասում, այս վարիանս եք ասում հայերեն, վարիանսը չեք գրի հայերեն, ձեր դիսպերսիա ասում են, հա, ցրվածք տենց մի առաջարկ կա օգտագործելու, հա։ Մի խոսքով Բեռնուլի բաշխման համար տեսնում եք հաշված եւ սրա հետ կոնֆլիկտ չունեք, ինձ թվում, ամեն ինչ պարզ է այստեղ, չէ՞, այս մեծությունները հաշված տեսնում եք։ Հիմա եթե ունեք պատահական մեծություն ու ինչ որ մի ֆունկցիա եք կիրառում պատահական մեծության արժեքների վրա, ինչա տեղի ունենում։ Ինֆորմացիա տեսության մեջ այդ դա օգտագործվում է։ Եթե ուզենաք հաշվեք y-ի, հա, տվյալ դեպքում, հա, ֆունկցիայի կիրառման արդյունքում ստացված պատահական մեծության սպասելին, գործողություններ պետք է անեք y-ի արժեքները, տեսնեք ոնց են ստացվում x-ից, դրանց հավանականությունները ամբողջական չափեք, հետո դնեք ֆորմուլայի մեջ, երևի կարելի է հեշտ անել ուղղակի, հա, ըստ x ինդեքսի վազելով, հա, եւ կիրառելով այս բազմապատկումը, հա, j ֆունկցիան համապատասխան x-ի հավանականության հետ բազմապատկելով։ Սրանք էլ ձեր նախորդ դասընթացից հայտնի փաստեր են, հիշենք, որ մատ սպասումը չի ազդվում այլ կերպ, ահա, քան գումարելի, հա, որպես ավելանալով x-ի մատ սպասմանը, արտադրյալը կոնստանտով դուրս է գալիս, ահա, դառնում է գործակից x-ի մատ սպասմանը, վարիանսի դեպքում, ցրվածքի դեպքում չեզոքանում է կոնստանտը, իսկ արտադրյալի դեպքում ուրեմն քառակուսիով է արտահայտվում որպես գործակից, սրանք էլ պետք կգան, հա, երբ որ ինֆորմացիայի տեսության այլ հարցեր քննարկենք։ Ինչ էր սա։ Շատ լավ։ Էականն այս սլայդում արտահայտված ուրեմն գաղափարները համատեղ բաշխումը, հա, տեսնում եք։ Մարգինալ բաշխում, հա, նշանակում է համատեղը վերցնենք, ըստ մի ինդեքսի վազենք, հա, կստանանք մի մարգինալը, ըստ մյուս ինդեքսի վազենք, կստանանք մյուսը, հա։ Իսկ եթե համատեղ բաշխումը կա երկու պատահական մեծության, ամեն ինչ ունեք։ Ճիշտ է, հիշում եք սա։ Մարգինալները տեսնում եք ոնց կարելի է ստանալ, պայմանականներն էլ ոնց որ այլի տեսնում եք, հա, համատեղը պետք է բաժանեք ուրեմն մարգինալների, այստեղ ոչ մի գաղտնիք չկա, բայց շատ կարևոր է, հա, երկու փոփոխականի համատեղ բաշխման ամեն ինչ ունեք հավանականային իմաստով իրենց մասին, այդտեղ այն ինչ հատկապես պետք է մեր տեսության շրջանակներում։ Հիմա եթե անկախության եւ ոչ անկախության հարցերը նայենք, դուք այս սահմանմանը ծանոթ էիք, հա, որ համատեղ բաշխումը վերածվում է արտադրյալի, անկախության պայմաններում այս պայմանական հավանականությունը պիտի դառնա հավասար ուղղակի մարգինալին, հա, այսինքն
x-ի մասին գիտելիքը ոչ մի ձևով y-ի վիճակագրության վրա չի ազդում։ Հա, այդ պայմանը ոչ մի բան չի փոխում x-ի հավանականության վերաբերյալ։ Հիմա եթե գանք, քանի որ մենք արդեն հուշել ենք, որ հա, պատահական process, լեզու, խոսք, ձայն, դրանք անկախ սիմվոլների կամ անկախ ազդանշանների հաջորդականությունը, մեզ համար կարևոր է լինելու այս սահմանումը, հա, անկախության պայմանը վերածվում է առանցին էլեմենտների հավանականությունների արտադրյալի, եւ մենք այսուհետ գործ ենք ունենալու անկախ միանման բաշխված պատահական մեծությունների հետ, որպես օրինակ լեզվի, հա, խոսքի, տեքստի մոդելավորման օրինակ, հա, ամեն տարը հայտնվում է ենթադրենք անկախ նախորդից, ուրեմն գրելու ենք սլայդերում IID հիշեք, անկախ միանման բաշխված, այսինքն յուրաքանչյուր ինդեքսով դիրքում դա նույն պատահական մեծությունն է, հա, նույն բաշխումը ունի, հա, եւ կախված չի նախորդ իրադարձություններից, որոնք ծնվել են նույն այդ բաշխումով։ Սրանք հիշում եք։ Okay, սպասելին additive է։ Եթե x-ն ու y-ը անկախ են, չգիտեմ, քննարկել եք օրինակ, որ արտադրյալի մատ սպասումը կամ սպասելին պիտի համապատասխան սպասելիների արտադրյալ լինի։ Բայց դա այդպես է։ Նույնը չենք ասում, ինչ ենք գրել, նույնը չենք գրել վարիանսի դեպքում, որովհետև դա տեղի չունի։ Բայց վարիանսի դեպքում էլի ունենք additivություն, հետարքիր օրինակ կա, որ էլի կարող է պետք գալ դասընթացի ընթացքում, եթե արտադրյալի մատ սպասումը ուրեմն համապատասխան սպասելիների արտադրյալը դեռևս անկախության մասին ոչ մի բան չի ասում, հա։ Օրինակ է բերված x-ը արժեքներ ընդունում -1, 0, 1, հա, բոլորը 1/3 հավանականությամբ, ֆունկցիա ես վերցնում y, որը x-ի քառակուսին է, ինչ է տեղ ունեմ x-ի քառակուսի կիրառելիս -1-ն ու 1-ը գնում են 1-ի, հա, երկու արժեք ենք ստանում, 0-ն անում է 0, երբ որ անկախության հարցը ուզեք չափել x ու y-ի, կտեսնեք, որ ուրեմն եթե y-ը 0 է, x-ի հավանականությունը 1 է ուղղակի, հա, որը հավասար չի x հավասարի 0-ի հավանականության, որը 1/3 էր, հա։ Այսինքն, հա, ու հեշտ կարող եք ստուգել, որ այս արտադրյալը x-y-ի, որ վերցնեք ու դրա մատ սպասումը հաշվեք, հավասար կլինի հավասար մատ սպասումների արտադրյալին, հա։ Ուրեմն անկախություն չկա, բայց մատ սպասումը դառնում է ուրեմն բաղադրիչների արտադրյալ։ Տեսնենք էլ ինչ հետաքրքիր բան ունենք։ Բինոմական պաշտպան ուրեմն սպասելին ու սրվածքը կարելի է հաշվել, երևի դրա վրա չկենտրոնանք, զուտ հիշեցնենք, որ այս կարգով հաշվելը կարող է բարդ լինել, բայց որ ուղղակի սենց նշանակում անենք x-ին 1 է, եթե ուրեմն գլուխն է հանդիպել, հա, փորձի ժամանակ 0 հակառակ դեպքում եւ x-ը վերածենք x1, x2, xn հաջորդականությունների գումարի, ապա ավելի հեշտ կարելի է մանիպուլյացիաներ անել, համապատասխան ուրեմն սպասելին եւ վարիանսը հաշվել։ Այս տանը կփորձեք հարցականների տեղ ինչ եք ստանում։ Փորձեք, չէ՞։ Շատ լավ։ Մի երկու գաղափար էլ քննարկենք, շատ կարևոր է, ուրեմն մեծ թվերի օրենքը ինֆորմացիայի տեսությունում իր բանը վերսիան ունի ու շատ կարևոր է, հա։ Ինքն էլ իր մեծ թվերի ուրեմն օրենքը ունի։ Դրա համար մի հատ հիշենք ինչի մասն էր խոսքը, որ հետո գնանք, տեսնենք ինֆորմացիայի տեսությունում դա ինչ է,
որը ֆունդամենտալ նշանակություն ունի, երբ որ մենք ասում ենք տվյալների սեղմում։ Այսինքն այդ օրենքից հետևում է, թե տվյալները ինչքան կարելի է սեղմել, սահմանը որն է ասիմպտոտիկ ռեժիմում, հա։ Շատ լավ։ Այս մասում, հա, իրադարձությունների միավորման հավանականությունը չափելու ոչ մի գաղտնիք չկա, մաթեմատիկական ինդուկցիայի եղանակով սա կարող եք ստանալ։ Կարևորը Մարկովի եւ Չեբիշևի անհավասարությունները հիշել։ Ինչ է ասում Մարկովի անհավասարությունը։ Եթե x պատահական մեծությունը ոչ բացասական արժեքներ է ընդունում եւ ունի սպասելի, նշանակենք EX-ով, ապա որ դուք դիտարկում կունենաք ավելի քան x-ի մասին է խոսքը, ավելի մեծ արժեքով քան a-ն է կամ հավասար a-ի, այդ հանգամանքի հավանականությունը կարելի է սահմանափակել սպասելին բաժանած այդ նույն a թվով։ Ինչ որ իմաստով ձեզ տալիս է գնահատական, թե օրինակ մած սպասումից շատ հեռու իրադարձությունները ինչ հավանականությամբ կարելի է սահմանափակել։ Էլի հետաքրքիր կապ կա ինքը իրենով, ասենք մեքենական ուսուցման կիրառության կամ տվյալագրության կիրառությունների հետ, օրինակ, հա, եթե էլի սերվերի ուրեմն կառավարման օրինակը բերենք, x-ը եթե լինի ուրեմն սերվերի արձագանքի տևողությունը արտահայտող պատահական մեծությունը, մենք պատմականորեն գրանցում ենք մոտավորապես 50 միլիվարկյան տևողություն, հա, ուրեմն հարցումները ուղարկելուց մինչև դրանց պատասխան ստանալը, հա, ապա ինչ որ մի բան ատիպիկ վարքագիծ, ինչ որ կարգի կարելի է կարգավորել նույնիսկ Մարկովի անհավասարությունը օգտագործելով։ Այսինքն, եթե ասեմ կառուցեմ մի համակարգ, որ հա, ատիպիկ վարքագիծի մասին ինձ ուրեմն ծանոթություններ ուղարկի, պիտի ասեմ օրինակ ենթադրենք, ասեմ 10 անգամ սրանից գերազանցող ինչ որ մի բան, արձագանքի տևողության մասին ինձ տեղյակ պահի, դա շատ անցանկալի վարքագիծ է, ես որպես այս համակարգի կառավարիչ իմանամ ու ասենք ներգործություն ունենամ։ Այդ ինչ նշանակում 10 անգամ ավել արժեք 50-ից դա 500-ն է, Մարկովի անհավասարությունը ասում է 500 կամ ավել արժեք ստանալու հավանականությունը հետևյալն է 0.1։ Այսինքն մոտավորապես 10%, հա, վերևի սահմանի գնահատականով, հա, իրադարձությունների կարող եմ սպասել, որոնք ատիպիկ են։ Դա ոչ ոք չի ասել լավ գնահատական է, Մարկովը սա է մեզ տվել, եթե ուրիշ գործիք չունենք, թե ինչն է, ասենք նորմալ վարքագծից շատ հեռու, հա, վարքագիծ հայտնաբերելու ինչ որ մի բան, օրենք, օրինակ, ինչու ոչ, սա ասենք այն մասին, որ գիտեմ, որ 10% դեպքերում ամենաշատը ծանոթություն կստանամ շատ վատ վարքագծի վերաբերյալ։ Ոչ ոք չի ասել, սա հուսալի լավ մեխանիզմ է։ Զուտ կիրառական տեսակետից եմ ասում, նույնը վերաբերում է Չեբիշևի անհավասարությանը իմիջայլոց, էլի կտեսնենք օրինակի վրա։ Այստեղ էլ ինչն է հարցը, որ ուրեմն միջինից մեծ վարքագիծը այն պարագայում, եթե մենք ունենք ուրեմն միջինի եւ վարիանսի գնահատականները, կարելի է սահմանափակել վարիանսի եւ համապատասխան այդ հեռու կետի ուրեմն քառակուսու հարաբերությամբ, հա։ Մարկովի անհավասարության վրա ապացույցը կարող եք տեսնել, եթե մոռացել եք, հա, պարզ միտովանոց, թե Մարկովի դեպքում, թե այստեղ միտովանոց ապացույցներ են, ոչ մի դժվարություն չկա։ Բայց էլի գալով, եթե նույնիսկ գրականություն նայեք, ես ինքս կիրառել եմ սա, հա, գործնականում, բայց էլի կտեսնեք, որ մարդիկ նկատել են, որ Չեբիշևն էլ կարելի է որպես օրինակ ատիպիկ վարքագծի կամ անոմալի դետեկշնի, հա, ասենք մեխանիզմ օգտագործել, հա։
Ես չգիտեմ, դուք օրինակ առնչվել եք 3 սիգմա կամ 4 սիգմա կանոնի հետ։ Հա, եթե գործնականում աշխատող մարդիկ կան, որոնք տեսեք, եթե ենթադրում ես ինչ որ process նորմալ բաշխում ունի, գաուսյան բաշխում ունի, գաուսյան բաշխման թևերը, հա, հիշում եք, չէ, ասենք 3 սիգմա, 4 սիգմա ուրեմն կտրելով թևերից մարմնի հիմնական հատվածում դուք ունեք, չգիտեմ, 95-ից 99%, 97% ծավալ, հա, այդ պոչերը շատ փոքր տոկոս են կազմում եւ շատ դեպքերում այդ ատիպիկ վարքագծի մասին ծանոթություններ ուզում են ստանան, եւ որ այդ պոչերի վրա, հա, հայտնված իրադարձություններ են տեղի ունենում։ Ատիպիկ վարքագիծը, տեսեք, այդ մի քիչ էլի ընդհանրական հասկացությունը երկու տարբերակ կա, օրինակ, երբ որ օրինակ բժիշկը ինչ որ տվյալների գրանցման հիման վրա որպես էքսպերտ նայում է ու համապատասխան տվյալների, ասենք, վեկտորի հիման վրա ասում է պացիենտը հիվանդ է։ Օրինակ տեսությունից, իր փորձից հիվանդ է, այս ինչ հիվանդացությամբ, հա։ Այսինքն դա կարելի է անվանել ուրեմն էքսպերտի կողմից վավերացված ատիպիկ վարքագծի կամ անոմալիայի օրինակ։ Ինքը հավաստում է, որ այս վարքագիծը, որ տեսնում եմ հիվանդի մոտ, ատիպիկ է, անոմալիա, ու կարող է ձեզ համար այդպիսի տվյալների բազա կառուցել, որի հիման վրա դուք կարող եք օրինակ կանխատեսող համակարգեր մշակել, որ ամեն անգամ բժիշկին չհարցնել, այլ օրինակ ձեր մեխանիկական մոդելը տա, հա, որ գրանցված տվյալները տակ ձեր ալգորիթմին, ինքը ասի սա հիվանդ է, թե հիվանդ չի, հա։ Ինչ ալգորիթմներ կարող եք հիշել, որ դա կարելի է անել։ Այսինքն ունեք պիտակավորված տվյալներ, դուք անցել եք արդեն supervised learning, չէ՞, կառավարվող։ Հիմա մի տեսեք, ինչ եմ ասում ինքը լայն է, երբ որ բժիշկը իր կնիքը դնում է դա որպես անոմալիա, կարելի ասել անոմալիա։ Շատ դեպքերում ոչ բժիշկը կա կամ ոչ համապատասխան էքսպերտիզան, որ գրանցված տվյալները կարողանա պիտակավորել, հա, հաստատ անոմալիա, այսինքն անոմալիան մի բան է, որ դա, ինչպես ասում են, ground truth, չէ։ Հիմա շատ համակարգերում այդ գիտելիքի բացակայության պատճառով ավելի ճիշտ է նկարագրել ուրեմն այն ինչի մասին խոսում ենք, որպես ատիպիկ վարքագծի հայտնաբերում, քանի որ այդ անոմալիայի կնիքը դնողը չկա։ Այսինքն ես գիտեմ, ունեմ մի համակարգ, հաստատ ինքը մեծամասամբ ինչ որ տիպիկ վարքագիծ ունի, դա էլ ես պիտի չափեմ, գնահատեմ, վիճակագրական հատկանիշ է։ Բայց հաստատ նաև այդ վիճակագրական հատկանիշներից շեղվող վարքագիծ էլ ունի, չէ, որին ասում եմ ատիպիկ, բայց դա սուբյեկտիվ է, ամեն կիրառություն կարող է այդ սուբյեկտիվ ռեգուլյատորները դնել, էլի, հա, դրա համար հիմա հենց դրա մասին է խոսքը։ Երբ որ գաուսյան բաշխում ունեմ, ուզում եմ այդ պոչերի շատ անհավանական իրադարձությունների վրա աշխատող անոմալի դետեկշնի համակարգ ունենալ կամ ատիպիկ վարքագծի, գիտեմ քանի տոկոս հավանականությամբ են դրանք հայտնվելու ու հստակ կանոն կարող եմ դնել 3 սիգմա, թե 4 սիգմա միջինից հեռու իրադարձություններին արձագանքեմ։ Երբ որ չգիտեմ, պարամետրական չի, ես չգիտեմ բաշխումը ինչ է, բայց ես ունեմ լիքը դիտումներ։ Հիմա ոնց անեմ, եթե ուզում եմ, որ տեղեկացված լինեմ վիճակագրական հիմնական դոմինանտ վարքագծից դուրս իրադարձություններին։ Բժիշկը չկա, ինձ այդ տվյալ ոլորտի էքսպերտը չի կարող ասել, քանի միլիսեկունդն է, հա, քանի վայրկյանն է շատ վատ բան, հա։
այդ լրիվ կարգավորելու եւ սուբյեկտիվ հարցեր են, հա, ամեն կիրառություն կարող է իր կարգավորումները դնի կոնկրետ, որպեսզի կեղծ օրինակ ծանոթություններ չստանա, չէ՞։ Հիմա այստեղ արդեն կեղծ ծանոթման գնահատականը, հա, այստեղ կա Չեբիշևից բխող։ Ինչևէ, ուրեմն որ ասում ենք անոմալիա հիմնական մեխանիկական ուսուցման մեջ, դա նշանակում է իսկապես անոմալիա, այսինքն մարդը, էքսպերտը դա արդեն պիտակավորել է, դա human ground truth-ն է, հա, վերջ։ Դու արդեն դա տվյալների բազան կարող ես օգտագործել քո ուրեմն մոդելները ուսուցանելու համար։ Բայց եթե այդ գիտելիքը չկա, դու ստիպված ես էլի ժարգոն, հա, որպես կարող ես օգտագործել անոմալիա, բայց դրա տակ հասկանալ ատիպիկ վարքագիծ, որը մենք այստեղ քննարկում ենք Չեբիշևի անհավասարությունը կիրառելով կարող ենք sense մի գնահատական ստանալ, հա, եթե x-ը ուրեմն միավոր րոպեում սերվերին գնացող հարցումների քանակն է, ու մենք տեսել ենք, որ հիմնականում 200 հարցում է գնում միջինում, հա, 1 րոպեում, standard deviation-ն էլ կամ ծրվածքն էլ մի 30-ի կարգի է, ինչ կտա այդ պայմաններում, ասենք Չեբիշևի անհավասարությունը։ Ասում է, այս 120-ից մեծ օրինակ բանը, հա, x-ի եւ միջինի տարբերությունը օրինակ 120-ից մեծ լինելու հավանականությունը վերևից կարելի է գնահատել այսքանով։ Այսինքն եթե դու այս կարգի միջինից շեղված իրադարձություններով ես հետաքրքրված, ասում եմ ես քեզ կարող եմ ասել, որ մինչև 6.25 հավանականությամբ դու եւ լավ ճիշտ օգտակար ալերտներ կստանաս եւ ասենք կեղծ, հա, այսինքն Չեբիշևը այսքան սահմանափակում է, էլի մենք գիտենք, որ մի 6.25% հավանականությամբ մենք ծանոթություններ ենք ուղարկելու։ Թե հիմա ինչքանով է պիտանի դա user-ին, հա, օգտատիրոջը։ Ինչքանով չի, որովհետեւ պիտանի նշանակում է իսկապես, որ այս իրադարձությունը եղավ, սերվերի հետ կարող է ինչ-որ վատ բան պետք է պատահի։ Հիմա եթե չի պատահում, քո սերվերը կարող է հարցումներ միջինում սպասարկել 400-500, ուրեմն իմ ուղարկած ծանոթությունը կեղծ է։ Չէ՞։ Այսինքն կատարողականի ոչ մի բան չկա, այդ human ground truth-ը չկա, այսինքն ազդեցություն չկա համակարգի վրա, բայց ես, քանի որ զգուշավոր եմ, համակարգս կարգավորել եմ այնպես, որ թեկուզ 6.25% կոպիտ ասած դեպքերում ես ծանոթություն ստանամ, հա, մեյլից կամ SMS, արհամարելով կգնամ, թեկուզ դրանց մեջ գտնվեն ինձ օգտակար, ասենք, որոշ բաներ միայն, հա, ծանոթություններ, հասկանում եք, բայց այդ երկրորդ կողմն է, թե ասենք ինչ նշանակում false alarm rate, զուտ գնահատական, եթե ուզում ես, թե շատ հեռու իրադարձությունները, հա, միջինից, ինչպես գնահատել, Չեբիշևը տալիս է այդ գործիքը, հա։ Okay. Հիմա ուրեմն այն մասին, թե մեծ թվերի օրենքը ինչ է տալիս մեզ։ Ուրեմն եթե անկախ միանման բաշխված պատական մեծությունների հաջորդականություն ունենք ու դրանից իրականացումները անընդհատ վերցնենք միջինացնենք, ինչ որ լավ բան է տեղի ունենում։ Ինչ է տեղ ունենում, կհիշեք։ Ինչի է դա լավ տարբերակ։ Ինչն ենք դրանով գնահատում։ Ուր ենք հասնում, եթե n-ը ձգտում է անվերջի։ Մոռացել եք։ Հա, թույլ օրենքը մեծ թվերի ասում է, որ այդ ստրատեգիայով դու շատ լավ գնահատում ես սպասելին, հա, հավանականությունը, որ քո միջինացումը կտարբերվի սպասելիից ավելի քան էպսիլոն վերցված փոքր թիվը ձգտում է 0-ի։ Ուղիղ Չեբիշևի անհավասարության
կիրառությունը սրա ապացույցը, հա, որ դու կարել եք հավանականության տեսության դասընթացին։ Ուժեղ օրենքը ուղղակի զուգամիտության բանի, հա, տեսակի մասին է։ Նույնն է ասում, որ ուրեմն միջինացումը տանում է մած սպասման մեկ հավանականությամբ, հա, ռեժիմների զուգամիտության ռեժիմների եւ սահմանումների տարբերությունը։ Okay, այս մասից հիշողությունը թարմացվեց, հա, հարցեր կան։ Շատ լավ։ Հատկապես այս մասը մենք ուղիղ կիրառելու ենք, որպեսզի հասկանանք, որ տվյալները կարելի է սեղմել, այսքան դրանից ավել չի կարելի, այսինքն ունենք ինֆորմացիա տեսության մեջ մեծ թվերի օրենքի սեփական տարբերակը։ Ուրեմն, մինչև որ կսկսենք քննարկել, թե տվյալների սեղմումը ինչ է, կապուղով տվյալների հաղորդումը ինչ է, մեզ պետք է գալու այն հասկացությունները, որ հիմա կքննարկենք, հա։ Ինչպես չափել ինֆորմացիան, հնարավոր է չափել, թե ոչ, հա։ Եթե աղբյուրներ ենք դիտարկելու, այդ աղբյուրները ինչ ինֆորմացիա են կրում, իրանց հետ աշխատելը հեշտ է, դժվար է, կարող ենք այդ չափերի միջոցով հասկանալ, հա, իրանց հետ աշխատանքի մեր սահմանները որոնք են, մեր հիմնական նպատակների առումով սեղմում եւ հուսալի հաղորդում։ Ծանոթ եք այս հասկացությանը, որ տեսնում եք։ Ուրեմն սա հիմքերի հիմքն է, գալիս է նույն, հա, Շենոնի 1948 թվականի հոդվածից, որտեղ առաջարկեց անորոշությունը կամ սեփական ինֆորմացիան, կամ էնտրոպիան, պատահական մեծության, հիշում եք, չէ, պատահական մեծության մեզ համար ինչ էր x, այբուբենի տառերով, իրենց հավանականություններով։ Չափել հետևյալ կերպ։ Հիմա առանձնապես երևի ոչ մի բան չի ասի, թե ինչի սա ընտրվեց, բայց դասընթացի նաև իմաստը, դա սրանից սկսելը նաև այն է, որ մենք տեսնենք, որ հենց այս հասկացությունն է դառնում հիմնական բնութագրիչը, օրինակ, տվյալներ սեղմելու խնդիրը լուծելու, վերլուծելու տեսակետից։ Այսինքն ինչ է ասում Շենոնը, ասում է տառի հավանականությունը եւ այդ նույն հավանականությունը լոգարիթմ որևէ հիմքով բազմապատկի ու գումարի ըստ բոլոր տառերի։ Այս նշանակումն էլ ուղղակի որ հակիրճ լինի, հաճախ օգտագործում նաև դասագրքերում, որոնք ձեր ընթերցանության տակ են։ Ըստ նշանակման մատ սպասում է չափում, չէ, logpay, հա, ալտերնատիվ նշանակում, ազուտ շատ դեպքերում հակիրճ կարելի է օգտագործել, ուրեմն վերլուծություններ անելիս, ոչ թե ասենց բացված տեսքով գրել։ Հիմա լոգարիթմի հիմքը այստեղ ոնց որ չափման միավորի դեր ունի։ Բոլորս լսել ենք bit, չէ՞։ Որ լոգարիթմի հիմքը 2 ենք դնում, ստացված էնտրոպիան կամ անորոշության չափը, դա ուրեմն արտահայտվում է բիթերով։ Այս որ գրված է or Shannons, համարյա չեմ հանդիպում, պատմականորեն, հա։ Բիթը բոլորը գիտեն։ Նացը երբեմն կտեսնեք, եթե yen, հա, այսինքն լոգարիթմ, բնական լոգարիթմ լինի, զուտ անվանման հարց է, 10-ի դեպքում hardly bounds dits, բայց էլի շատ հազվագյուտ կհանդիպեք գրականության մեջ այս միավորներին։ Հեշտ կարող եք ապացուցել, չէ, որ լոգարիթմի հիմքի փոփոխություն անեք, անցնեք b հիմքով էնտրոպիան չափելու, այսինքն չափման միավորը փոխեք, այստեղ ուղղակի այս կոնստանտն ավելանում, քանի որ լոգարիթմի հիմք եք փոխում։ Okay։ Բայց հիմա տեսնենք, սա օրինակ ինչ է նշանակում, ամենապարզ
աղբյուրի պարագայում։ Եթե այդ աղբյուրը Bernoulli-ն է, այսինքն 0,1-ի բաշխում ունենք, P եւ 1 - P հավանականություններով, ուրեմն մի պարամետրից է կախված, համապատասխան ուրեմն գրաֆիկական ներկայացումը տեսնում եք ամենաանորոշ ուրեմն բաշխումը Bernoulli ձեր կարծիքով ինչ եք տեսնում, որը կլինի։ Ուրեմն P-ն 1 երկրորդի վրա, այսինքն որ 0-ն ու 1-ը հայտնում են 50% հավանականությամբ, էնտրոպիան ստանում ամենամեծ արժեքը։ Ճիշտ է։ Տվյալ դեպքում 1։ Այսինքն այս երկուական դեպքում 2 հիմքով լոգարիթմի պարագայում մաքսիմումը 1 է, մինիմումը 0։ Ուրեմն ինչ ենք տեսնում, որ Շենոնը ասում է, որ եթե մի երևույթ 50-50 երկու ելքերի պարագայում 50-50% հավանականություններով դիտարկում, ապա դա ամենաանորոշ process-ն է։ Այդ բոլոր, հա, այդպիսի բաշխումների, այդպիսի աղբյուրների մեջ, հա։ Ամենավատը չի։ Անորոշության իմաստով։ Հիմա որ իջնենք ներքև, այսինքն նախապատվություն տանք 1-ին կամ 0-ին, այս հավանականությունը իջնելու է։ Ծայրերում, երբ որ արդեն ուղղակի դետերմինիզմ է, անորոշություն չկա։ Ուրեմն Շենոնը ասում է անորոշությունը, ամենավատ անորոշությունն են պարագայում, երբ որ հավասարաչափ բաշխում ունես, հա։ Մնացած դեպքերում ասում է եկեք թող լոգարիթմական այս ֆունկցիայում, հա, փոխվի գնահատականը։ Հետո կտեսնենք ինչի։ Գոքավոր ֆունկցիա է, դա էլ կարող ենք ապացուցել, հետո կանրադառնանք դրան։ Բայց պատմությունը սկսում է սրանից, հա։ Սա տեսեք, ասում ենք self information, չէ՞։ Այսինքն երևույթը ինքը իրենով ինչ է պատմում իր մասին, հա։ Հիմա եթե ինքը հավասարաչափ բաշխումն է, ասում է ես մաքսիմում անորոշ բան եմ, ինձ դուր ամենաբարձր արժեքը, հա։ Եթե կա կողմնորոշում դեպի S կողմ կամ N կողմ, ապա անորոշությունը կրճատվում է որոշակի չափով, հա։ Ինչքան որ 0-ի P-ն մոտենում կամ 1-ի, անորոշությունը այնքան ավելի շատ է կրճատվում։ Այդպես չի, եթե ձեզ բերեն 90-10 հավանականությամբ, չգիտեմ, ինչ-որ մի երևույթ առաջարկեմ, որի նկատմամբ ասենք պիտի կանխատեսում անեք։ Լավագույն ստրատեգիան այն չի, որ 90% հավանականությամբ միշտ ասեք, հեսա լինելու է այսինչ իրադարձությունը, հա։ Հաշվի առնելով, որ նա 90% հավանականությամբ ելքը։ Հա, այսինքն անորոշությունը շատ փոքր է այդ պարագայում ձեզ համար կանխատեսում անելու, բայց որ բերեն զառ կամ, չգիտեմ, մետաղադրամ, արդար, մի խոսքով, հնարավոր հավասար հավանական ելքերով դուք ստրատեգիա չունեք։ Ունեք ստրատեգիա։ Okay, հետարքիր հարցեր է առաջանում։ Նա սկսենք շոշափել, էլի, ինչի սենս, ինչի էս չափը, ինչի հետ է կապված, ինչ կարող ենք նկատել։ Ինչ-որ պատահական մեծություն ունենք ABCD ելքերով, հավանականությունները տեսնում եք, ան 1 երկրորդով է գալիս, B-ն 1 քառորդով, C-ն 1 ութերորդով, D-ն 1 ութերորդով։ Սրա էնտրոպիան, որ հաշվենք, ոչ մեկը դեմ չի լինի, 7 քառորդ բիթա լինելու, հա։ Պարզ հաշվարկ։ Հիմա հետարքիր հարց է առաջանում։ Եթե դուք պիտի գուշակեք այս պատահական մեծության արժեքները, հա, ես փորձեր եմ անում, A, B, C, D անկնում, մինչև այդ հարցնում եմ, ինչ եք կարծում, ինչ կընկնի, խաղ ենք անում, հա, դուք պիտի գուշակեք։ Պարզ չի, որ այս հավանականություններին նայելիս պիտի որոշակի նախապատվություն տաք, չէ, A-ին, B-ին, C-ին, D-ին։ Okay, հիմա ասում եմ ամենակիչ թվով հարցեր, հա, որն են ամենակիչ թվով հարցերը, որ դուք կարող եք ինձ տալ, ես ասեմ այո կամ ոչ,
որովհետեւ վերջում հա դուք ելքը չեք տեսնում։ Ես հաստատ եմ դուք ճիշտ եք, թե չէ։ Հա, հիմա տեսնենք։ Մի հատ նայենք sense, որ լավ ստրատեգիա է, որ ես հարցնեմ x-ը աչի, այսինքն մի անգամից գիտեմ 50%-ով նախապատվություն եմ տալիս, հա, a-ին, որը հանդիպում է բոլոր 4 ելքերից կեսում, հա։ Եթե ոչ, ասում եմ անչի, դուք հաջորդ խելացի հարցը ինչ պիտի տաք, պիտի մյուս հավանականությանը նայեք, ասեք B, իսկ B-ը, ես եթե ասում եմ չէ, դուք ասեք C-ը, տվյալ դեպքում կարող եք ասել D-ը, որտեղ երկուսն են 1/8 են, հա։ Բարձում ես լավագույն օպտիմալ ստրատեգիան է, այն իմաստով, որ հետո կերևա այս process-ի, հա, սպասելի թիվը հարցերի երկարության իմաստով գրել եմ, որ 1.75, այսինքն նույն 7/4-ը, որ այստեղ տեսնում եք։ Այս է էնտրոպիան։ Հա։ Դուք համաձայն եք այդ թվի հետ։ Ոնց պիտի հաշվեք։ Հա, պետք է հաշվենք մած սպասում, այսինքն մեկ հարց, հենց մի հարցով կավարտեք 1/2 հավանականությամբ, գումարած 2 հարցով կավարտեք 1/4 հավանականությամբ, գումարած 3 հարցով կավարտեք 1+1/8 գումարած 1/8 հավանականությամբ, հա։ Լավ, պետք է դա գրել։ 1 հարցով կավարտեք 1/2, 2 հարցով կավարտեք ուրեմն 1/4, գումարած 1/8 գումարած 1/8 հավանականությամբ կավարտեք 3 հարցով։ Ես որ հաշվեք, պիտի 7/4 լինի։ Ինչ-որ հետաքրքիր բան է ստացվում, հա։ Մենք հետո կապացուցենք Գովերի գրքի, ասենք 5-րդ գլխում այդ խնդիրը կա, ու դա կապված է այն բանի հետ, որ այդ երկուական հարցերի երկարության, սպասելի երկարության լավագույն սահմանը ընկած է էնտրոպիայի եւ էնտրոպիայի +1-ի արանքում։ Տվյալ դեպքում հենց խփել ենք էնտրոպիային, այդ հետո կտեսնենք։ Բայց հետաքրքիր բան ստացվեց, որ ասենք կառուցեցինք ստրատեգիա նայելով հավանականություններին, սպասելին հաշվեցինք երկարության ինչ կլինի, որտեվ պատական process է, չէ։ Ստացվեց 1.75 նույն թիվի ինչ որ այս process-ի էնտրոպիան էր։ Ինչ որ մի գաղտնիք կա։ Ես ինտրիգ եմ մտցնում, այլ քիչ-քիչ, հա։ Չէ, մի հատ ասում եմ անա, ես չեմ տեսնում բանը, հա, ելքը, պատասխանը հնչում է, այո կամ ոչ։ Դե արդեն իհարկե կարող եք, եթե խաղի դրվածքը լինի այդպես, հա։ Սա կոչվում է, հարցադրումը սենց է, binary equations, հա, երկուական ուրեմն հարցումներ։ Չէ, բայց հա, տվյալ դեպքում դուք ամբողջ բազմությունը վերցնում եք, բայց ուզում եք այո, կարող եք ասել ABCD-ն է, այո ոչ, չէ՞։ Հա, խոսքը դրա մասին է։ Խոսքը մի արժեքի մասին։ Լավ, հիմա այդ ինտրիգը քիչ-քիչ, ասենք, դի պարզաբանվի տեսության շրջանակներում, այս ինչի մասն է խոսքը, ինչի տենց եղավ, հա։
Okay, ակնհայտ բաներ են գրված, նաև որ արդար, ասենք, մետաղադրամը դա մաքսիմում էնտրոպիա ունի, որ եթե ուզենակ P0.7-ի պարագայում չափել, ինքը այդ մաքսիմում էնտրոպիայից այսքան է հեռու, 0.88-ի կարգի է, եւ որ եթե երկու անկախ հապ, ուրեմն եւ արդար մետաղադրամներ նետեք, դրանց ելքը պարունակում է 2 բիտ էնտրոպիա։ Սուտ են ինչի մասին խոսեցինք, ուղղակի բարձաբանվում է։ Կարող եք ասել ինչի է դրական կամ 0 էնտրոպիան։ Սահմանումից ելնելով։ Սա ինչ թիվ է։ Դրական թիվ է, չէ՞։ Սա բացասական է, այս բացասականի հետ չեզոքացվեց, բոլոր անդամները դրական են, ապացուցելու բան չկա։ Իսկն էնտրոպիան դրական կամ 0 է, շատ լավ է, չէ՞, որ անորոշությունը լինի 0 կամ լինի դրական թիվ։ Okay։ Չգիտեմ ինչքանով կարող եք կանխատեսել սա, բայց էլի ապացուցման ենթակա փաստ է ճշգրիտ, որ վերևի սահմանը log 2m-ն է։ Տվյալ դեպքում, եթե երկուական աղբյուրի մասին է խոսքը, m-ը հավասար է 2, ասում է h p-ն կամ x-ը փոքր է log 2/2-ից, հա։ M-ը տառերի քանակն է, հա, այբուբենի չափն է։ 0.1-ն, երկուականն է, M-ը 2-ն է։ Սա պետք է ապացուցել, դեռ պատրաստ չենք, դրա մասին կխոսենք, բայց որոշակի իհարկե բան զուգահեռ կարող ենք տանել։ Այ որ ունեմ M օբյեկտ, ուզում եմ դրանք ինդեքսավորել կամ կոդավորել կամ համարակալել 0.1 հաջորդականությունները, որ ամենը իր կոդային բառը ստանա։ Ինչ եմ անելու, կարող եք ասել։ M-ից կախված նախ պիտի ընտրեմ ինչ երկարության բառը, չէ՞, ինձ պետք։ Ինչ երկարության բառը ինձ պետք, եթե M օբյեկտ ունեմ, M հատ։ Այս երկարությունը պիտի լինի log M, չէ՞։ Հետո մնում է ուղղակի օբյեկտները, ասենք, համարակալեմ, համապատասխան, հա, ձևով, հա։ Ոնց որ այդ log m-ը այս դրա մասին է, որ եթե ես նախապատվություն չունենամ այս m հաջորդականություն, m հատ օբյեկտները համարակալել, ուրեմն հավասար կոդերով կամ ինդեքսներով, մեկին երկար, մեկին կարճ եւ այլն, բոլորին հավասար դիտարկեմ, ոնց որ այս երկարությունը այդ վերևի սահմանն է էնտրոպիայի։ Հիմա, երբ որ էնտրոպիան շատ հեռու է այդ log m-ից, այդտեղ հետարքիր է, մեր տեսությունը սկսում է աշխատել։ Մենք ասում ենք, ինչի պետք է բոլորին հավասար, օրինակ, սա օպտիմալ համարակալում չի, չէ՞։ Եթե սա պիտի կոմպյուտերի մեջ պահեմ, ով ասեց, որ m հատ օբյեկտի համար, պիտի, չգիտեմ, 16 հատ օբյեկտի համար 4 բիտ տեղ պահեմ եւ բոլորին, ասենք, բան անեմ։ Վերագրեմ այդ 4 բիթանոց վեկտորները։ Չեմ կարող մեկին մի բիտ վերագրեմ, մյուսին 2, այն մեկին 3, բայց ինչից կախված դա պիտի անեմ։ Որ միջինում շահում ունենամ, տեղ խնայեմ։ Դա պիտի նայեմ հավանականությանը, չէ՞։ Այսինքն հիմա այստեղ չեմ ասում օբյեկտները ինչ հավանականությամբ են ինձ հանդիպելու, որպեսզի ես իրանց ինդեքսավորումը ըստ իրենց հավանականությամբ անեմ։ Հա, դուք ենթադրում եք բոլորը բան են, հա, այսինքն այդ հարցը չի էլ քննարկում, ինչ հավանականությամբ։ Օբյեկտը այսքան երկարություն է ուզում,
համարակալի տարպահի, հա, կամ կոդավորի տարպահի։ Հիմա եթե այս m-ի մեջի օբյեկտները տարբեր հավանականություններով ինձ հանդիպեն, ես արդեն ֆիքսված երկարությամբ չեմ կոդավորում իրականացնի, ես տարբեր երկարության կոդեր կվերագրեմ ու կտեսնեք, որ միջինում կշահեմ, այսինքն ոչ թե 4 երկարություն կստանամ 2.2, հա, ու դա կլինի, ասենք, չգիտեմ, 48% շահում, հասկացաք ինչի մասին է, այս զուգահեռը կամ այս վերևի սահմանը ինչի հետ կարելի է ասոցացնել, բայց դա պետք է մաթեմատիկորեն ապացուցենք որպես այս լոգարիթմական ֆունկցիայի, հա, հատկանիշ։ Okay, սա էլ հետարքիր կերպով կարելի է, պարզ ապացույց է, եթե էնտրոպիան 0 է, կարող ենք ասել, որ x-ը դետերմինիստիկ է, վերջացնում ենք հիմա։ X-ը դետերմինիստիկ ինչ է նշանակում։ Որ այս P1, P2 եւ այլն P արժեքների մեջ մի հատ 1 կա, մնացածը 0 են, չէ՞, 0 են։ Եթե էնտրոպիան 0 է, ուղղակի լոգարիթմների գումարը, որ հավասարացնեմ 0-ի, կամ p-ն պետք է 0 լինի, կամ լոգարիթմը պետք է 0 լինի, դրանից բխում է կամ մինուս 1 հատը 0 են, ինչ որ մեկը p-ն 1 է։ Բա հակառակը որ նայենք, եթե դետերմինիզմ ունեմ, այսինքն այս կառուցվածքը ունեմ, հիմա պետք է տանեմ տեղադրեմ էնտրոպիայի մեջ, չէ՞։ Ստացվել է 0 է, այսինքն մենակ դետերմինիզմն է, որ ապահովում է էնտրոպիայի կամ անորոշության 0 լինելը։ Շնորհակալություն, կքննարկենք հաջորդիվ։